Քոչարյանը Փաշինյանին մեղադրում է ԿԳԲ գործակալ լինելու մեջ։ Վարչապետը ներկայացրել է Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը։ Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասն ունի այդ քաջությունն ասելու ոչ, Արամ առաջինը կոչ է անում հեռու մնալ եկեղեցին պարակտելու ազգակործան փորձերից։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպել է իր աջակիցների հետ։ Քոչարյանը մտածում է, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը եւ միայն 3 տարբերակ է նրա ի հայտ գալիս, կամ վարչապետը գործակալ է, կամ տգետ ու մեծամիտ, կամ միտումնավոր է անում։ Քոչարյանը կարծում է, որ վարչապետը քանդում է երկրի անվտանգությունը։ Անվտանգությունը ուղղակի քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Երկրորդ, ինչ արվում ազգային ինքնությանը դուք տեսնում եք։ Հարձակվել են այդ ինքնության 3 ամենից կարևոր բաղադրիչների վրա։ Եկեղեցի, պատմություն եւ սիմվոլներ։ Պատմությունը իրական Հայաստան, պատմական Հայաստան, այդ անիմաստ անհասկանալի հակադրությունը եւ մյուս կոմպոնենտները չմանրանան։ Հետո Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց։ Փաշինյանի ամբողջ հույսը միամիտ քաղաքացին է, որը այսպիսի վերլուծություններ չանելով հերթական անգամ մտածի, թե երկու չարիքից որի հետևից է ինքը գնում։ Մեր առաջարկը, մեր մոտեցումը հետևյալն է՝ պետական շահերը առաջին տեղում եւ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականության շահերին։ Այլ կերպ ուղղակի չի կարող լինել, այլ կերպ նշանակում է մեկ բան, մենք կործանում ենք մեր հայրենիքը, նշել է Քոչարյանը։ Հանրապետության երկրորդ նախագահը վստահ է, Փաշինյանը ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դրա համար էլ կոմպրոմատներով է աշխատում եկեղեցու դեմ։ Բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս ԿԳԲ-ի մեթոդները չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Քոչարյանը նաև անդրադարձել է KUST բանակցային գործընթացին, հայտարարելով, թե այնտեղ քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին, բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան՝ բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Ըստ Քոչարյանի, ինչ է արել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախը Հայաստանը եւ վերջ եւ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ազդակ է ուղարկել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Մենք դա չենք արել, որ նման խնդիրներ չունենանք 1994 թվականին, 97-ին, 2000-ին, 2008-ին։ Սա անպատասխանատվության ծայրահեղ աստիճան է, ավելի ճիշտ տգիտության, հիմարության կիրառումն էր։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, իդեմս Եվրամիության։ Պրոբլեմներ ունեցավ Հայաստանը այն ժամանակ, երբ այս եռյակին Փաշինյանը մերժեց, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այժմ զրուցելու եմ ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, վերջից երևի գանք, հա։ Ինչու է ուրեմն Հայաստանը մերժել այս եռյակին, որից հետո սի խնդիրներ են ունեցել 2018-ին, կամ ինչպես է մերժել Ֆրանսիային, Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին։ Եվ ինչ է նշանակում մերժել, ընդհանրապես ըստ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն դա ինչպես է արտացոլվել այդ մերժումը, արդյոք իրենք բերել են եւ առաջարկ են արել մի այնպիսի լուծում, որը նաև որին կողմ էր նաև Ադրբեջանը եւ Հայաստանը ըստ երևույթին մերժել, եթե այդպիսի բան կար, թող նա բարձրաձայնի, բայց նա չէր բարձրաձայնում, իհարկե, գիտեք, ես հազիվեցից աղաս զսպում, երբ դուք խոսում եք Ռոբերտ Քոչարյանի երբ բարձրաձայնում եք իր առաջ բերած հայտարարությունները,
երբ ԿԳԲ գործակալը փաստորեն մեղադրում է մեկ այլ մարդու ԿԳԲ գործակալ լինելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը խոսում է նաև ազգային ինքնություններից, նա փաստորեն ըստ Ռոբերտ Քոչարյանի օրինակ քերակնոջ հետ ինտիմ կապերի մեջ մտնող հայ առաքելական եկեղեցու դիվանապետը ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնություն է։ Տարատեսակ իր տարիներին նամանավանդ իր նախագահության տարիներին բռնաճնշումների, քաղաքական սպանությունների, մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն մեծ գործարքների կատարումը եւ դրանք օրհնելը Գալիգեն կաթողիկոսի կողմից ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնություն են։ Սա այն ամենը, ինչ պետք է մենք հասկանանք Ռոբերտ Քոչարյանի նախագահ տեսակի մասին։ Նա նաև խոսում է, որ կարևոր է որպեսզի ազգային շահերը վեր լինեն անձնական շահերից, պետք է այնտեղ հարցնել պարոն Քոչարյանին, թե որ ազգի շահերի մասին նա խոսում, որովհետև դա ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության ազգային շահերի հետ, որովհետև նա մեկ օրից իր առաջին օրվանից սկսած չի ներկայացել Հայաստանի Հանրապետության շահերը, ընդ որում այդ տարիներին ես հիշում եմ, թե Վանո Սիրադեղյանը, թե Վազգեն Սարգսյանը խոսում էին, որ նա ընդհանրապես հայ չէ, հիշում եք այդ հայտարարությունը, որ երբ արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության էր, ասում են այս գետից այն կողմ թուրքերն են, այս գետից այն կողմն են թուրքեր, հումորով էին ասում, որտեղ իրականում այո, Ռոբերտ Քոչարյանը եւ իր նախագահության տարիներին մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը ստորադասվել են իր անձնական շահերին եւ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Եվ այդ պատողները մենք սկսեցինք քաղել հենց այդ օրվանից սկսած։ Պարոն Բլեյան, այնինչ վերաբերում է օրինակ Key West-ին, հա, տեսեք, Քոչարյանը ասում է 2018-ին Փաշինյանը մերժել է այդ եռյակին Մինսկի խմբի, հա, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, չնշելով ինչն է մերժել, եթե մերժել է, հա, ինչ են առաջարկել, որ մերժել է։ Նախ այստեղ կարծում եմ նաև սա պարզ մանիպուլյացիա է, եւ երկրորդը ասում է Key West-ում բանակցային սեղանի վրա հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակն է եղել, ու մենք դրան շատ մոտ ենք, բայց մենք միակողմանի չենք գնացել այդ ճանապարհով, այսինքն դուրս է գալիս, որ Քոչարյանն է մերժել եռյակի առաջարկը։ Բերել են ասել են էսա, տեսեք, սեղանի վրա Արցախ Հայաստանին միացնելու հարցն է, ըստ Քոչարյանի ասածի դուրս է գալիս, Քոչարյանն ասել է, չէ, չենք գնում այս ճանապարհով միակողմանի։ Եվ ինչու՞ չի հրապարակում պարոն Քոչարյանը օրինակ այդ առաջարկը, որը Key West-ում ըստ իրենք պետք է ընդունեին, բայց օրինակ Ադրբեջանը չէր ընդունում, այդ իսկ պատճառով իրենք միակողմանի չէին գնում։ Չէ, մի րոպե, սա դավաճանություն չի, իրենց ընկալման։ Դավաճանությունը գիտեք որն էր, Արցախը բանակցային գործընթացից հանելը եւ քննարկելով Ադրբեջանի հետ Հայաստան-Ադրբեջան տարածքային փոխանակման ծրագիր, առաջարկ եւ դրանով ազգերի ինքնորոշման կարեւորությունը, այդ սկզբունքը ստորադասել եւ ընդհանրապես փոխակերպել տարածքային վեճի։ Իր նախագահության ժամանակ Հայաստան-Ադրբեջան Ղարաբաղյան կոնֆլիկտը դարձավ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ Արցախցիների այդ ազգերի ինքնորոշման սկզբունքը, որի վրա մենք շեշտ ենք դնում, փոխակերպվեց, դարձավ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ Ընդ որում սա այն էր, ինչ միշտ Ադրբեջանն ասում էր 90-ականների սկզբից, որ Հայաստանը մեր նկատմամբ պահանջներ ունի տարածքային։ Եվ ընդ որում 90-ականների սկզբից մենք միշտ ասել ենք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այնտեղ կա Լեռնային Ղարաբաղ, որն ու իրավունք ունի ինքնորոշվել եւ Խորհրդային Միության տարիներին ինքնորոշվեց, մի խոսքով։ Այսինքն այդ ամենը այն սկզբից մենք խոսում ենք։ Իդեպ 98 թվականի նամակը, երբ վերընթերցում ես Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյանի գրած Վազգեն Սարգսյան, այնտեղ տողատակում արդեն իսկ երևում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց այն ժամանակվանից արդեն փակուղային էր։ Արդեն փակուղային էր։ Եվ նա խոսում է Սիրադեղյանն ասում է օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր գլուխն ազատեց այդ ամենից, դու քո վրա վերցրեցիր, մնալու է քո վրա, հա այդպեսի բառամթերք կա այնտեղ օգտագործված։ Գիտեք որն է ցավալին, եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը, եւ Տեր-Պետրոսյանը 2018 թվականին քաջ գիտակցել են, որ սա անթույլատրելի կետի է հասել, պայթյունավտանգ կետի է հասել եւ իրենք մատը չեն տվել հանուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի օգնել գործող իշխանությանը, որպեսզի թույլ չտալ պատերազմ լինի, այլ հակառակը
Լծված են փողոցային պայքարով եւ գոռում գոչում են հողատուն եկել է, հողերը պետք է հանձնի, Թուրքի գործակալ է, Սորոսի գործակալ է։ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում էր որքան ուժ ունի, Արցախը Հայաստանը եւ վերջ էր գոռում, Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, այսինքն ամեն կերպ ուզում էր ցույց տալ, որ նա կապ չունի արևմուտքի հետ, որ նա ամենապրո Արցախյանն է եւ այդ ընթացքում կորսվեց կարևորագույնը իրականության հետ զգացումը։ Եվ մենք ունեցանք այն ինչ ունեցանք։ Եվ Սերժ Սարգսյանը նամանավանդ ամենակաջը գիտակցելով, թե ինչ փակուղային վիճակում է, որի մասին նա խոսում էր դեռ 17 թվականի արդեն խորհրդարանում։ Հայաստանի խորհրդարանում, Արցախի խորհրդարանում, երբ ասում էր պետք է համաձայնվեք այդ հողատարածքների վերադարձին, հակառակ դեպքում կերկենք Ստեփանակերտ։ Բայց հակառակը, այսինքն ամենացավալին որն է, մանավանդ Տեր-Պետրոսյանի պարագայում ես վստահ եմ նա նույնպես տեղյակ եղել այս փակուղային իրավիճակին, բայց իրենց մոտ չգտնվեց այդ պետական գիտակցության զգացումը, բարձր զգացումը, որ օրինակ իրենք երանախագահներով, հա, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան կարող են միավորվել, ինչ-որ մի դաշինք ստեղծել հանուն Հայաստանի Հանրապետության, բայց իրենց մոտ լրիվ այլ տարբերակ էր։ Իրենք ուզում են որ պատերազմ լինի, այդ պատերազմի արդյունքում իրենք գան իշխանության։ Եվ հենց դա էլ իրենք փորձում են արդեն 21 թվականին անել։ Եվ դա օրհնվում էր Գարեգին Բ. կաթողիկոսի կողմից։ Իսկ եկեղեցին պետք էր այդ ժամանակ կանգներ պետության թիկունքին, ոչ թե հարվածեր թիկունքից։ Եվ Գարեգին Բ. կաթողիկոսն օգտագործելով իր լուսավորչի գահը հարվածում էր պետությանը։ Այստեղ եկեղեցին պետք է վերկուսակցական լինի։ Կարևոր չէ ով է իշխանության։ Ընդհանրապես Գարեգին Բ.-ի համար բոլորը պետք է լինեն եղբայրները։ Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը պետք է լինեն եղբայրները։ Եվ նա բոլորին պետք է մեղքերի թողություն տա։ Հասկանում եք։ Ոչ թե ասի սա իմ եղբայրն է, սա իմ թշնամին է։ Չի կարող այդպիսի տարաբաժանում լինել։ Նա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Դե անունով։ Չէ։ Բովանդակության մեջ փոքրինչ դժվար է դրան հավատալը, բայց այնուամենայնիվ երբ Քոչարյանը օրինակ որ խոսում է ազգային, չգիտեմ, ինքնության եւ այլնի այդ հակադրությունների մասին, հա, իրական Հայաստան, չգիտեմ, պատմական Հայաստան, իր բառերով եկեղեցի սիմվոլներ եւ այլն, հա, եթե սիմվոլներ ասելով օրինակ նկատի ունի Արարատի կնիքը անձնագրերում, որ այլևս չկա, այնպես չէ՞ ли, որ մենք ծնված օրվանից այդ կնիքով ենք եղել, դա 2000-ականներին են բերել մցրել բանի մեջ, կնիքների մեջ, այդ սահմանահատման, հա, այսինքն նկատի ունեմ այնպիսի բաների հետևից են ընկնում, որոնք մեծ հաշվով, եթե ինչպես նաև իշխանություն ներկայացուցիչներն են շատ հաճախ նշում, հա, մեծ հաշվով կամ ֆիզիկապես մերը չեն, որպես ազգային կամ պետական սիմվոլիկա իրան, պետական սիմվոլիկա օգտագործել, կամ մենք տեսնում ենք այդ ազգայինի տակ ինչ վարք, ինչ արժեքներ են դրված, հա, օրինակ Գյումրիի Նախորեի պատարագին այնտեղ որոշ եկեղեցականների հայտարարությունները վկա էլի։ Եվ մենք ապրել ենք այդ ամենի միջով։ Հասկանում եք, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց իր իշխանությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ լքեց իր պաշտոնը 2008 թվականի ոճրագործությամբ։ Եվ այդ ընթացքում քանի քաղաքական սպանություններ տեղի ունեցան։ Այն քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալները, եւ իրենք ուզում են ասել, որ այսօր օրինակ այդ եկեղեցականներն են քաղբանտարկյալ։ Այո, դա ստիրենց։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի ինչ է քաղբանտարկյալը։ Այդ ժամանակ մենք ունենք բազում զեկույցներ, Amnesty International, Միացյալ Նահանգների պետդեպի զեկույցները, զետեղված են այդ մարդիկ։ Բայց նոր որևէ զեկույց ես չեմ տեսել, որտեղ Վազգեն Գալստանյանը կամ մյուսները այնտեղ ներառված կլինեին որպես քաղբանտարկյալներ։
Եվ Ռոբերտ Քոչարյանը այն անձնավորությունն է նաև, որի տարիներին թալապես այն ոսկե ժամանակաշրջանն էր, երբ գրեթե ամբողջ աշխարհում տնտեսական բում կար։ Մինչև 2008 թվականի հիշում եք համաշխարհային ճգնաժամը։ Տնտեսությունները բարգավաճում էին, բայց նա լքեց իր նախագահական պաշտոնը, երբ արդեն ռազմական բյուջեն Հայաստանի եւ Ադրբեջանի 1:5-ի հարաբերակցություն ուներ հօգուտ Ադրբեջանի։ Սա այն ամենը, ինչ մենք պետք է իմանալ մենեջեր Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նաեւ պետք է հիշենք, որ իր նախագահության տարիներին կարևորագույն ռազմավարական օբյեկտները կոպեկների դիմաց փոխանցվում են Ռուսաստանի Դաշնությանը, միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ներում էր անգամներով շատ պարտքեր Ղրղստանին, Կուբային, Վենեսուելային եւ մնացածներին։ Հատկանշական է Ղրղստանը, այսինքն Ղրղստանին ներում էին, մեզ չէին ներում եւ մեզնից խլում տանում էին։ Եվ ըստ Ռոբերտ Քոչարյանի սա պրագմատիկ քայլ էր։ Այդ ամբողջ հավկիթները հավաքել ռուսական զամբյուղում ըստ Ռոբերտ Քոչարյանի ազգային ինքնությունը եւ ազգային շահերի վերադասում։ Հետո Քոչարյանը օգոստոսի 8-ից է խոսում, ասում է առանց միջնորդների է այդ process-ը տեղի ունեցել, ինչը շատ վտանգավոր է, հա։ Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի այդտեղ լինեն միջնորդներ։ Դե իր պատկերացած միջնորդը Ռուսաստանն է։ Հա, եթե Ամերիկան է, այդ արդեն միջնորդ չի։ Հա, իր համար են հումորի նման ուրիշ հերոսի հեքիաթի, ուրիշ հերոսի անուն չգիտես։ Ռուսաստան։ Ուրիշ հերոսի անուն իրենք չգիտեն։ Իբր թե կոմպլեմենտարիզմի քաղաքականություն էին վարում ըստ Վարդան Օսկանյանի իր արտգործնախարարի։ Բայց այդ արևմտյան սոուսի տակ ամբողջությամբ պրոռուսական քաղաքականություն էր։ Իբր թե ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ էին անում, բայց դրա փոխարեն կարևոր տնտեսական լծակները փոխանցվում էր, այդ թվում ռազմական լծակները եւ ավտանգային լծակները փոխանցվում էր Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ որը շարունակվեց արդեն պարոն Սարգսյանի տարիներին։ Ինչ ազգային շահեր են իրենք պետք է խոսեն։ Այո, մենք կարող ենք ասել, օրինակ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը ինչ փորձեր էր անում, որպեսզի ավելի նվազեցնի այդ կախվածությունը, բայց քանի որ նա լեգիտիմ նախագահ չէր եւ չուներ լեգիտիմ աջակցություն ներքին, եւ վստահ եմ, թե որքան ինչ մեծ դոսիե կա իր վրա, հա, Ռուսաստանի Դաշնությունում, հետեւաբար նա չէր կարող ամբողջությամբ գործել այնպես, ինչպես նա ենթադրենք կցանկանար հօգուտ Հայաստանի։ Բայց այն վարկագիծը, որ Սերժ Սարգսյանը ցուցաբերում էր 18 թվականից հետո, սա է քստումնելին, որ նա լավագույնս պատկերացնում էր, թե ինչ իրավիճակում է Ղարաբաղյան բանակցությունները։ Ասում էր փակուղում են։ Փակուղում է, բայց դրանից հետո չէր խոսում փակուղուց։ Լավ, հեռացել ես, ասացիր Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, հեռացել ես, սկսիր խոսել, գրել, բարձրաձայնել, մատնանշել 2016 թվականի պատճառները, խոսեր, որ 2016 թվականը նախերգանքն էր, որ 2016 թվականի քարորյա պատերազմը զգուշացումն էր։ Չէ, այդտեղ էլ արդեն իրենց անձերն են։ Ինքը մտածում էր իր մասին, իր պատմության մասին, ինչ անունով կգրվի, չէ՞ որ նա ինչ էր ասում։ Մենք հաղթեցինք, Իլհամ Ալիևն եկել էր, կամ իրենց պաշտպանության նախարարն եկել էր, Գենշտաբի պետը կարծեմ եկել էր եւ Ռուսաստանը մաղրցում էր, որ մենք կանգնենք։ Իսկ 800 հեկտար հողը այդ ամայի տարածքներ էին, կարևոր չէր դրանց համար կռիվ տալ։ Լելեթափե բարձունքի կորուստը։ Այս հասկանում եք, այսինքն բծախնդիր անձնային մակարդակի իջեցրած նախագահական գործելավոճ։ Այս մարդկանց, երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, դե բնականաբար սա ամբողջը չէ, պարզ է, այնուամենայնիվ այս մարդկանց բացի հանրային, հասարակական կամ քաղաքական հարցադրումներից այլ բովանդակության հարցադրումներ չպետք է լինեն, օրինակ նաև իրավական, հա։ Ես չգիտեմ, օրինակ աչու ձախ բոլորին դավաճան են ասում, ինչ որ խոսքի, բառի աջակցության համար եւ այլն, բայց նույն Ռոբերտ Քոչարյանը
Դավաճան չի, որ չի ընդունել Արցախը Հայաստանին միացնելու Քիվեստյան տարբերակը, դավաճան չի, որ գաղտնազերծված փաստաթղթերում Մեղրիի բնակչության կամավոր էվակուացիա է քննարկել։ Հայտարարություն եւ գրված է Մեղրիի բնակչության Մեղրից Հայաստանի Հանրապետություն կամավոր տարհանումը։ Մեղրից Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ մարդը նախագահ է եւ մեր իրավապահ համակարգը բան չունի իրեն ասել։ Իսկ դա եմ ասում։ Այս մարդկանց իրավական հարցեր տալը։ Այսօր խնդրահարույց։ Եվ այստեղ է մենք գալիս ենք այն համոզման, որ այո, մեր իրավական համակարգը, դատա իրավական համակարգը, այդ բարեփոխումները պետք է շարունակվեն ավելի լուրջ, ավելի հիմնային, որովհետեւ չեն կարող ավելի փոքր կոռուպցիոներները կամ ենթադրենք քվեվաճառողները, քվեագողները դատապարտվեն, իսկ այս մագնատները Գագիկ Ծառուկյանը եւ մնացածները իրենց համար նորմալ է, որևէ իրավական խնդիր չկա։ Կամ կա, բայց պետպես էլ կա այնքանով որքանով։ Այնքանով որքանով։ Եվ իրենք պետք է 26 թվականին մասնակցեն խորհրդարանական ընտրությունների։ Էլի Ռոբերտ Քոչարյան, էլի Գագիկ Ծառուկյան։ Էլի ինչ եք մասնակցում, մենա Սամվել Կարապետյանը մասնակցում է, ինչ տարբերություն ձեր մեջև։ Ինչի Սամվել Կարապետյանը տարբեր է Ռոբերտ Քոչարյանից ու Գագիկ Ծառուկյանից ու Սերժ Սարգսյանից ու Դաշնակցությունից ու Արման Թաթույանից։ Եվ են ինչեր Մար Հայաստան եւ այլն։ Արթուր Վանեցյան հայտարարություն է։ Այս ինչ միջավայր է, այս ինչ քաղաքական կոնյունկտուրա է։ Եվ այստեղ է ես որ հաշ չեմ իշխանության գործելավոճի հետ։ Որի տարբերություն Մոլդովայի իրենք ասում են, չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը պետք է գնա իր գնահատականը տա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին քեզ քվե ա տվել, որ դու պաշտպան ես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատերազմների ժամանակ։ Իսկ այս մարդիկ հիբրիդային պատերազմի գործիք են։ Պաշտպանիր։ Չեզոքացու հիմա 15 միլիոն եվրո են ստանում Եվրամիությունից։ Հիմա ինչ Եվրամիությունը ո՞նց է փակելու օրինակ Սպուտնիկ Արմենիան Հայաստանում։ Ո՞նց է պաշտպանելու։ Այդ 15 միլիոն եվրոն ո՞նց է օգտագործվելու, որպեսզի Սպուտնիկ Արմենիայի բերանը փակվի։ Կամ այն 3 ռուսական ալիքները փակվեն։ Այդ 15 միլիոն եվրոն պետք չէ դրանք փակելու համար։ Դրա փակելու համար պետք է քաղաքական կամք։ 15 միլիոն եվրոն ուրիշտեղ պետք է օգտագործվի։ Բայց եթե ուրիշտեղ օգտագործում ես, իսկ դրանք մնում են, որքան է դրա էֆեկտիվությունը։ Որ էլի իրենք կարողանում են գալ եւ խոսել քաղաքացու հետ եւ տարածել իրենց կեղծիքն ու սուտը։ Ցավոք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր։ Մեր եթերում դադար է։
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Առաջին կաթողիկոսական տեղապահի ընտրություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Երկրորդ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունում կանոնագիրքը պետք է անդրադառնա Ա. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարևարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին։ Բ. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Գ. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Դ. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Հանրապետության օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ վերադարձվեն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ե. Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին, այնպես որ հոգևոր ծառայողները կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան։ Ներկայումս հոգևոր ծառայողների հիմնականում մեծ մասը չի օգտվում այդ համակարգերից վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով։ Երրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Եվ հետգրության վարչապետը նշում է կանոնագիրը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին, եզրափակել է Փաշինյանը։ Իսկ նախորդին վարչապետը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ հանրապետության բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի։ Վարչապետը Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ Փաշինյանը այցելել է Գյումրի, որտեղ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։ Վարչապետի հաջորդ կանգառը 7
վերք եկեղեցին էր, որտեղ պատարագ է մատուցվել։ Շիրակի թեմի հոգևորականները, սարկավակները, եկեղեցու երգչախումբը բոյկոտել են Գյումրիի առաջնորդանիստ 7 վերք եկեղեցուն վարչապետ Փաշինյանի մասնակցության պատարագը։ Նրանք պատարագը մատուցեցին 7 վերքի դեմ դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկչում։ Վարչապետի պայմանն է իր մասնակցության պատարագներում չհնչեն կաթողիկոսի անունը, ընդ որում նա իր վերջին ասուլիսում խոստովանել է, որ գործին կարող է նաև ազգային անվտանգության ծառայությունը խառնվել։ Երեկվա պատարագը մատուցեց Նավասարդ arczepiskopos Կճոյանը, ներկա էին Փաշինյանի կողմնակից այլ եպիսկոպոսներ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Պատարագիչը Արմավիրի թեմից էր Տեր Մկրտիչ Քահանա Մուշադյանը։ Պատարագից հետո ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե եկել է ժամանակը, որ Մայր Աթոռում պատարագ անցկացնենք։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին, ես կարծում եմ, որ եկել է ժամանակը այնտեղ անցկացնենք։ Ուժով կատարված պատարագը պատարագ չէ, բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Շիրակի թեմի քահանաներից Տեր Նշան Պանֆյորովը։ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցած սրբազանները այսօր էլ Սուրբ Խորանի առաջ իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին, նշել է Պանֆյորովը, խոսելով Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եւ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի մասին։ Նա նաև նզովել է քաղաքացիներին եւ հանդես եկել անպարկեշտ պահվածքով, որից հետո իրավիճակը լարվել է։ Գնաս կտենաս հերթով ոնց է թաղում հարասատներից, գնա, գնա կտեսնես, գնա նզովյալ, 50,000-ով թաղում անող, գնաս տենից, 50,000-ով թաղում անող, աբացուց, 100,000-ով կնու քանողներ, արա, դուք ետ եք, ինչ ոստիկանություն դուք քեզի տանի առաջին, արա, հանգիստ մի հա, առաջինի դուք եզի քեզտարի կեստոտ մեկ, ամենա կերկուն դրա դուք բույզի չես, Երեկվա պատարագից հետո վարչապետը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում Հայաստանի Հանրապետության պետական դրոշ տեղադրելու հարցը։ Փաշինյանը նաև առաջարկել է պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ինչ եմ առաջարկում, որ Սուրբ եւ Ամմա պատարագից առաջ Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Պատարագի տեքստում Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Եվ իդեպ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը իմիջիայլոց ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Դեկտեմբերի 10-ից 12-ը հայտարարված եպիսկոպոսատ ժողովը չի կայանա, նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է, հայտնել են Մայր Աթոռից։ Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հաղորդել էին, որ Գարեգին II տնօրինությամբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվում է եպիսկոպոսատ ժողով քննության առնելու
հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները, ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Հավելյալ մեկնաբանությունները Մայրաթորից չեն տվել։ Իդեպ Մարսելից Հայաստան վերադարձող կաթողիկոսին օդանավակայանում դիմավորել են աջակիցները, կաթողիկոսը զարմացել է, բա ուր է ժողովուրդը, ապա ասել, որ ժողովրդին խոսք ունի հղելու։ Մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ arczepiskopոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում եւ իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Նա կոչ է արել իշխանությանը վերջ դնել հակաեկեղեցական արշավին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը։ Եվ այժմ կզրուցեմ հանկյունաքար հրատարակչության հիմնադիր թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, նախ սկսենք վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզին, հա։ Ճանապարհային քարտեզի մասով իհարկե շատ-շատերի հիմա այստեղ էլի խնդրահարույց բաներ են տեսնում, ինչու է վարչապետը այսպես ճանապարհային քարտեզ օրինակ հրապարակում, հա, իր ինչ գործն է, ինչպես է տեղի ունենալու եւ մասնավորապես կենտրոնացել են նրա հետգրության վրա, որտեղ ասում է, որ տեղապահի, այսինքն կաթողիկոսի տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին, հա, ասում են, ըհը, ձեզ ցուցիչ, որ պետությունը խառնվում է եկեղեցու գործերին, հերիք չի մի հատ էլ նոր կանոնագիրք է մշակելու տա կաթողիկոսի տեղապահի ձեռքը։ Ես ճիշտն ասած այնքան վերապահումներ չունեմ այս տեքստի վերաբերյալ, ավելի ինձ համար խնդրահարույց է նախորդ երկու դրոշի օրներգի մասին եւ 301 թվականին պետության կողմից մեր եկեղեցու հիմնադրված լինելու մասին բաները, բայց սրա մասին կարծում եմ նույնիսկ այս հետգերությունն էլ առանձնապես մի որևէ արտառոց բան չունի իր մեջ։ Պետությունը ինչու չպիտի մասնակցի, այն իմաստով, որ պետության լավ հավատացյալ անդամները գումարած պետությունը որպես ինչ որ իմաստով շահագրգիռ կողմ, բայց իհարկե ինքն էլ նշում է, որ դա պետքա որոշիչ չլինի տեղապահի ցանկության դեպքում։ Իհարկե ցանկությունը կլինի, որովհետև իրավիճակը շատ լարված է։ Այս աստիճանի չպետք է հասցվեր կաթողիկոսի եւ մնացածների կողմից, դրա համար էլ առաջանում է այսպիսի անհրաժեշտություն, որպեսզի չլինեն բախումներ, որպեսզի հազարում մի անցանկալի բաներ չլինեն, որպեսզի չլինեն օտար պետությունների միջամտություններ։ Հիմա լավ է, որ մեր պետությունը քիչ միջամտի, թե ուրիշ պետությունները շատ միջամտեն։ Անշուշտ առաջինը ավելի ցանկալի է։ Դա կարծես թե դիլեմաներից մեկն է, այսպես ասած, ինչի հետ հաշտ չեն որոշ եկեղեցականներ։ Դե իրենք ուրեմն դրա այդ հարցի լուծման լավագույն տարբերակներն է, որ մեղադրվող կողմերը, որոնք շատ լուրջ մեղադրանքի տակ են, այսինքն օտար երկրյա գործակալ լինելու, դա Կտրիշ Ներսիսյանը եւ Էզրաս Ներսիսյանը,
իրենք բացահայտ դուրս կան, փորձեն ապացուցել, ինչ որ բան խոսեն։ Իրենց լռությունը սնուցում է բոլոր տեսակի բամբասանքները, քայլեր, որոնք անհասկանալի են մեզ համար, այսինքն բաց խոսելու փոխարեն իրենք պահպանում են ինչ որ խորհրդավոր լռություն, որը այս դեպքում լրիվ անտեղի է։ Օրինակ Տեր-նշան պան Ֆյորովը, որ ասում է, ինչ դուք իրավունք չունեք այդպիսի հարց տալ կաթողիկոսի զավակոնի, թե չունի, ասում է, այդպիսի հարց իրավունք չունեք տալու, այսինքն Դե դա լրիվ ավետարանից հեռու գաղափար է, լրիվ։ Ես մի քանի անգամ կրկնել եմ այս հաղորդումների ժամանակ, մի անգամ էլ կկրկնեմ։ Ինքը քրիստոնեության հիմնադիրը, մարմնացած Աստված Քրիստոս ասում է ժողովրդին դիմելով, ասում է ձեզանից ով կարող է ինձ մեղադրել որևէ մեղքի մեջ։ Այսինքն Քրիստոս ասում է ասեք, սրանք ասում են, չէ, հարցեր մի տվեք։ Ոնց կարելի է։ Եվ հետո այս տպավորությունը, որ այս մարդիկ, չգիտեմ, քահանայել կամ դժվար է նրանց կոչել, մարգինալացնում են եկեղեցին։ Իրենց չէ, եկեղեցին են մարգինալացնում, որովհետև իրենք չեն համարում, որ եկեղեցին ժողովուրդն է։ Դե դա հիմնական գիծն է, որ անցել է այս 26 տարվա ընթացքում անջատել եկեղեցու վերնախավը ժողովրդից եւ ժողովրդին հեռացնել եկեղեցու վարչություն, այսինքն ղեկավարման համակարգից։ Որպեսզի կարողանանք մեր ֆինանսատնտեսական վարչարությունը ազատորեն իրականացնել։ Գոնե որ տեղեկացվածության իմաստով ժողովուրդը լրիվ անգետ է, այնտեղ ինչ է կատարվում։ Այնինչ եկեղեցին իրենցն է, իրենց հավատացյալներից է սնվում, իսկ եթե որևէ այլ աղբյուրից է սնվում, դա վատ է։ Դա չպետք է լինի։ Դե դրա համար էլ բացահայտ պետք է ասվի։ Դրա համար էլ սվիններով են ընդունում թափանցիկության մասին լսում են օրինակ։ Բայց ինչու՞ չպետք է այս երկրում ինչ որ թափանցիկ կառույց, բոլոր կառույցներ լինեն թափանցիկ, հա։ Այն դեպքում, երբ հսկայական գումարներ են գեներացվում, այն դեպքում, երբ օրինակ քաղաքական շարժումներ են ձևավորում ու ինչ որ նման բաներ։ Հիմա Բագրատ կամ Վազգեն Գալստանյանի շարժումը ով է ֆինանսավորել։ Այդ հազարավոր դոլարներ արժեցող բեմերը, լուսավորությունները, տեխնիկան, որ օրերով դնում էին, ով է դա ֆինանսավորում։ Դա երևի նորից մտնում է մի հարցրեք կատեգորիայի մեջ։ Այո։ Լավ, իրավիճակի հանգուցալուծումը ինչպես է օրինակ դուք տեսնում, չի գնում, այս մարդուն մեռան ասելով կամովին հանգստի կոչվիր։ Ասում է ոչ, ես չեմ ուզում հանգստանալ, կարող եք դուք գնալ հանգստի։ Այս ճանապարհային քարտեզը, որ ես նայում եմ, միանգամայն խելամիտ բաներ են։ Այսինքն ձեր հարցը այնա, որ մինչև նա պիտի գնա, որ այս ճանապարհային քարտեզը իրագործելի լինի, բայց չի գնում։ Բայց իմաստ ունի այդ քարտեզը ասել, որպեսզի արդեն պատկերը ամբողջանա։ Այսինքն լավ գնաց, հետո ինչ է լինելու։ Կարծում եք այս ճանապարհային քարտեզը նաև եկեղեցականների համար որոշակիորեն ուղղորդիչ եւ իրավիճակի պարզություն է տալիս, հա, հասկանում են թե ինչ է տեղի ունենալու հետո եւ ավելի համարձակ կլինեն բարձրաձայնելու օրինակ այն հարցերը, որոնց իրենց հուզում է, հա։ Ես կարծում եմ եւ եկեղեցականներին եւ հասարակ հավատացյալներին միշտ անդադ մեր մտքի մեջ չպետք է այդ հավասարման միջից դուրս գցենք հավատացյալներին, որտեղ իրենք ըստ էության իրենց համար է եկեղեցին, ոչ թե 400 հոգու համար, հոգևորականների թիվը նկատի ունեմ, 2.5 միլիոն մարդու համար է ենթադրաբար, այդպես եմ Հայաստանում գոնե, իսկ Սփյուռքում ավելի։ Իրանք բայց այդպես չեն համարում։ Իրանք այդպես չեն համարում եւ դա իրենց տանում է Լուսանցկից դուրս, որովհետև դա եկեղեցու կանոնն է, դու չես կարող եկեղեցու մեջ լինել եւ անընդհատ ոտնահարել նրա կանոնները, որոնցով այն գոյություն ունի, հնարավոր չի, 1 տարի, 2 տարի, 26 տարի, բայց հետո ինձ թվում է այս process-ը շատ երկարաձգվեց, 26 տարին արդեն շատ է, բայց
Թե հատկապես ինչ ձևով կաթողիկոսը ներկա կաթողիկոսը հրաժարական կտա, չգիտեմ, դժվար է ասել։ Դա իր գործն է։ Այո, մի շաբաթում, թե երկու շաբաթում, թե մի ամսում։ Պատվով անպատիվ։ Այո, պատվով իր ընտրության հարցն է։ Իր ընտրությունն է։ Բայց ինքը գոնե պատվով անելու համար պետք է խոսի։ Այն, որ ասում է ժողովրդին բան ունեմ ասելու, թող ասի։ Ասեց։ Այդ Բայց դա շատ քիչ է, ինքը պատասխանում է ուրիշ հարցերի։ Այսինքն իր ասելիքը դա էր, բայց եթե վերլուծում ենք, իր ասելիքը այն էր, որ հերրու խաղացեք կոպիտ ասած էրոտիկ տեսանյութերով հայտնի Արշակ Սրբազանից, հերրու մնացեք զինվորի դին եկեղեցում դնելը արգելող Աջապահյանից, ինչ թե այդ զինվորը մկրտված չի եղել, եւ հերրու մնացեք քաղաքական գործիչ, բայց վեղավորով Բագրատ Գալստանյանից։ Այդ էր իր կոչը։ Դա բավարար չի։ Ինքը չի պատասխանում այն հարցին, որ իրեն է տրվում։ Այսինքն ինչու այդ մարդիկ պետք է չնզովեն, ինչու պետք է քաղաքական գործիչները գործունեությամբ զբաղվող հոգևորականը կրի Սրբազան անվանումը, այդ հարցը կանոնական հարց է։ Այսինքն պետք է իրանք բանը, ընդ որում իմիջիայլոց շատ էլ կարևոր չի, որ ինքը նզովի, դա իր համար էր պետք, որ ինքը նզովեր, արգելեր, որովհետև կանոնագիրքը առանց որևէ խոսքի արդեն նրանց համարում է կարգալույծ։ Բայց ի տարբերություն մենք տեսնենք, որ իր արբանյակները շարքային քաղաքացիներն են աչուձախ նզովում։ Հա, այդ է մնացել։ Օծությունը բան անել, դարձնել ինչ-որ կուրկ, որը մենք օծված ենք վերջ, արդեն դուք խաղ չունեք մեր դեմ, մեկ էլ նզովքները, ուրիշ բան չունեն ասելու, ինչպես դուք եք ասում, ասելիքը էդ է, բայց դա արդեն տանում է իրենց դուրս մղմանը։ Իսկ օրինակ ինձ այս հարցը նաև շատ հետաքրքիր է, այսինքն ես իհարկե ունեմ իմ համոզումը process-ի նկատմամբ, որը հիմա չեմ կարծում ինչ-որ մեկին դա հետաքրքրում է, բայց երբ օրինակ խոսվում է այդ բարոյական կոդեքսների մասին, որոնք հենց եկեղեցին էր համար սահմանել, ոչ մեկ չի եկել դա եկեղեցու համար սահմանել, մի հատ էլ իրենք այսօր խախտել են, ասում են ձեր պարտադրած կոդեքսներն են, վերցրեք գնացեք ստեղից, դուք եք որոշել ձեզ համար։ Որոշել եւ իրենք էլ ներկայացրել են պետռեգիստր։ Եվ դրանով հանդերձել կարողացել են այսօր լինել բարձրաստիճան հոգևորական։ Հենց դրա հիման վրա, հա, այդ կոդեքսների, այսպես ասած։ Կարծում եք, որ հենց հիմնային խորքային խնդիրը դա է։ Եթե հիմնային խորքային խնդիրը դա է, ապա ինչու է այդ բարոյական կոդեքսները, այդ կանոնագրքերի խոսույթը ուղեկցվում արտաքին ազդեցության գործակալ լինելու, KGB գործակալ լինելու, օտար ուժերի հետ համագործակցելու խոսույթներով, հա։ Այստեղ փոքր-ինչ կարծես այսպես պատկերը ավելի լայնանում է, բովանդակությունը ավելի մեծանում է եւ աշխարհագրական սահմանները Հայաստանից դուրս են գալիս։ Պատկերը ես ունեմ գոնե ես այդպես եմ պատկերացում, որ օտարերկրյա պետության գործակալ լինելը արդեն հիվանդության վերջին ստադիան է։ Դրանից են կողմ էլ ոչինչ չկա։ Անկամ բարոյական շեղումները դրանք բնական են, եղել են, այսինքն մարդկային բնությունից է գալիս, ոմանք կարում են իրենց զսպել, ոմանք չեն կարող, բայց օտարերկրյա պետության գործակալ լինելը դա գիտակցված ընտրություն է, շատ գիտակցված։ Մենք ավելի շուտ պետք է խոսենք այդ հիվանդության նախնական փուլերի մասին, որի մեջ արդեն մենք հասարակ հավատացյալներս էլ ունենք մեղք, այսինքն ոչ բավարար հսկողություն եկեղեցու բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ։ Մենք կարող ենք մեզ իհարկե մխիթարել են բանով, որ դե ով էր տեսել այդպիսի բան, սովետի ժամանակից չկար, հետո էլ չկար, իներցիայով գնացել է, բայց այնուամենայնիվ մենք մեր պատասխանատվության չափն էլ ունենք եւ հիմա այդ խնդիրը կա առաջին, որ հասարակ ժողովուրդը պետք է լրիվ գիտակցի ինչի մասին է խոսքը, ինչ պատասխանատվություն ունի նաև ինքը, թեկուզ փոքր, բայց այդ պատասխանատվությունը իրացնի,
Ու դրա համար նաև պետք է մի քիչ տեղյակ լինել նոր կտակարանից, այդ կանոններից։ Եվ բացի այդ հանրային վերահսկողությունը ինքը թե եկեղեցու նկատմամբ, թե զինված ուժերի նկատմամբ, թե առհասարակ պետական կառավարման համակարգի, դա ինձ լավ բան չկա, դա ինձ միայն այդ կառույցները շահում են այդ պետությունը, շահում է այդ հանրությունը, բայց այս մարդկանց դիրքը եւ մոտեցումը եղել է այդ, որ իրենք անքննելի են։ Դու չես կարող այդպիսի այդ թափանցիկությանը մոտ լինել։ Դու չես կարող իրենց հարցադրում անել։ Իրենք անքննելի են։ Ի սկզբանե հենց դիրքը այդպես է դրվել։ Դե ես ուղղակի նշեմ, որ այդ որ դուք ասացիք հանրային վերահսկողություն պետական ստրուկտուրաներում, զինված ուժերում եւ այլ, դա քրիստոնեությունից եկած բան է։ Առաջի դարից սկսած, իսկ ասենք ավելի ճոխ ձևով 8-րդ դարում ձևակերպված կանոնագրքի մեջ այնպիսի հանրային վերահսկողության մեխանիզմներ կան, որ հիմիկվանը ուղղակի կարելի ասել պատճեն է։ Պատճենում է դրան, այսինքն իրենք նաև խորապես ոտնահարել են դա հանրային վերահսկողության բոլոր մեխանիզմները։ Օրինակ նաև շատ նմանություններ են նկատելի Հայաստանում իշխած նախկին քաղաքական ռեժիմների վարքի եւ ներկայիս եկեղեցական վերնախավի վարքի միջև, հա։ Օրինակ երբ այն ժամանակ փորձում էին տարբեր հասարակական հանրային շրջանակներ օրակարգ բերել ի վերջո բանակում հանրային վերահսկողության անհրաժեշտությունը, երբ մենք ունենում էինք ռեկորդային թվով սպանություններ բանակում, այո, ինքնասպանություններ, արատավոր երևույթներ, միանգամից քաղաքական ռեժիմի ներկայացուցիչները գալիս են, ասում բանակը սուրբ կով է, դուք դրանով ջուր եք լցնում ադրբեջանական ջրաղացին, այս հոգեորականներին էլ հանրային վերահսկողության մասն է խոսում, ասում է բանը, դուք ներեք, նզովում, գնում են։ Այսինքն նույն բանն են ասում այս մարդիկ։ Այո։ Հենց պետական մտածելակերպն է, արատավոր պետական մտածելակերպը մտել է եկեղեցու մեջ։ Կարելի ասել խորհրդավոր, եթե խորհրդային պետական մտածելակերպից ավելի շուտ եթե վերցնենք, ռուսական կայսերական մտածելակերպն է, որտեղ կայսրը անասելի բարձունքների մեջ է եւ իմիջայլոց կայսրը նաեւ ռուս եկեղեցու ղեկավարն է, պաշտոնապես, ոչ թե պատրիարքը, ոչ թե բան, այլ հենց կայսրը։ Այսինքն այդպիսի բան է ստեղծվել, էլի, արատավոր աստիճանակարգություն։ Եվ այդ իմաստով, չգիտեմ, մենք այսօր կանրադառնանք այն դրոշի եւ օրներգի պատմությանը, ես կուզենայի միանգամից իմ կարծիքն ասել։ Առաջին հերթին այն հանգամանքը, որ 301 թվականին է մեր եկեղեցին հիմնադրվել, մեղմ ասած այնքան էլ ճիշտ չի։ Դե պետականորեն Ամենևին դա ոչինչ չի փոխում։ Երբեմն ոչ մեր դեպքում, երբեմն պետական դառնալը եկեղեցու համար ավելի վնաս է եղել որոշ տեղերում։ Այնպես որ պետականությունը ընդհանրապես պետության կողմից ճանաչումն ու չհալածելն է, բայց եկեղեցու բուն գործառույթները դրանից չեն փոխվում, ավելի վաղ է։ Առաջին մեկը, որ ընդունել է ոչ թե տրթատները Աբգար թագավորը, բայց ոչ թե որպես իրադրությանը տիրող, այլ հասարակ հավատացյալ։ Այսինքն կարծում եք վարչապետի առաջարկը տեղին չէ։ Ես կարծում եմ, որ այս դեպքում տեղին չէ։ Այսինքն դրոշի արկայությունը եւ օրհներգի հնչեցումը։ Տրամաբանորեն նայենք։ Եթե որևէ դպրոցի դիմաց դրոշ է, դա չի նշանակում, որ դա ԿԳՄՍ-ի որևէ նախարարության բանն է, օբյեկտն է, կամ զորամասին է, որ դա ՊՆ-ի օբյեկտն է։ Հիմա եթե դրոշը դնենք եկեղեցում, նշանակում է կամ որևէ նախարարության ենք ենթարկում, կամ ստեղծում 13-րդ նախարարությունը հայ եկեղեցի անվամբ։ Դա իսկ օրներգը նույնը, բացարձակապես նույնը։ Այսինքն դրանք իրար հավասար սիմվոլներ են, օրհներգն էլ, դրոշն էլ, եկեղեցին պետական կառույց չի։ Միգուցե դա է իր ամենալավ կողմը, որտեվ եկեղեցին դա երկնային կառույց է։ Բայց հետաքրքիր նախադեպեր կան, օրինակ Պաղեստինում
բան, որտեղ որ Հիսուս Քրիստոսն է ծնվել, հա, այդ սուրբ վայրում, նրա շուրջ կառուցված տաճարը եւ այլն, դրա գլխին հենց Հայաստանի Հանրապետության դրոշն է։ Չգիտեմ որքանով արդարացված է դա, մի քիչ կարող եմ հասկանալ, որ ուզում են դրանով ընդգծել, որ սա հայ առաքելական եկեղեցուն է պատկանում եւ ուրիշ սիմվոլ չեն գտել, կպցրել են դրոշը, բայց առանձնապես որևէ իմաստ չունեցող բան եմ համարում դա։ Ինչ է տալիս դա։ Հայաստանի Հանրապետությունը Պաղեստինում ինչ։ Հայաստանի Հանրապետությունը ունի մի հատ։ Չէ, ես որպես օրինակ բերեցի, որպես էլի սրբատեղի, որի վրա Հայաստանի Հանրապետության դրոշն էր։ Չէ, չեմ գտնում, որ դա ինչ որ իմաստ ունեցող բան է։ Եթե վերցնենք իհարկե բուն ավետարանական մտածելակերպը, ավելի խորը գնալով, ասեմ, որ վարչապետը խոսում էր պետության մասին, չէ, վերին պետության մասին։ Մենք պետք է հասկանանք, որ գոյությունի նոր կտակարանի մտածելակերպի մեջ կա 3 պետություն, 3 տիպի պետություն։ Մեկը աստվածային պետությունը, այն որին անվանում է վերին, եւ այդպես էլ կոչված է, որտեղ կա իր աշճանակարգությունը, Աստված, սերով բեներ, քերով բեներ եւ այլը։ Այդպես կա երկրորդ պետությունը, որը որ սատանայի պետությունն է, որի մասին առաքյալն ասում է օդի մեջ գոյություն ունեցող չարի իշխանները, եւ երրորդը արդեն մարդկային պետությունները։ Վերին պետությունը անսասան է եւ այդպես էլ լինելու է, բայց Քրիստոսի գալուց երկրորդ գալուստից այս երկու մնացած պետությունները պիտի վերացվեն։ Մարդկային պետություններն էլ առավելևս դիվական պետություններն էլ։ Այսինքն հիմա մենք ինչ ենք ուզում, որ երկնքի արքայության գաղափարը պահպանող, արտահայտող, չգիտեմ, փայփայող կազմակերպությունը ենթարկվի այն պետությանը, որը ինչ որ ժամանակ անց վերանալու է բոլոր պետությունների հետ միասին եւ հաստատվելու է այն միակ պետությունը։ Այսինքն հասկանում եք, կարող ենք հավատալ դրան, կարող ենք չհավատալ անհավատները, բայց չենք կարող ասել, որ նոր կտակարանը ուրիշ բան է ասում։ Դու խոսում ես նոր կտակարանի անունից, բայց նոր կտակարանը ուրիշ բան է ասում։ Չենք կարող բան անել։ Այո։ Թեման թարմ է, դեռ շատ տեխնաբանություններ կլսենք այս մասով, շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս անկյունակար հրատարակչության հիմնադիր, թարգմանիչ Խաչիկ Գրիգորյանն էր։ Իդեպ Կիպրոսում պատարագի ժամանակ Հայաստանում քաղաքական վերնախավի եւ եկեղեցական վերնախավի թեմային է անդրադարձել Շարամ առաջին կաթողիկոսը, նա քննադատել է Հայաստանի իշխանությունների իր բառերով ասած հակաեկեղեցական արշավը, երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անտիլիասը ոչ է ասում, երբ Հայաստանում արժեքներն են արհամարվում եւ խորհրդանիշներն են անտեսվում, Անտիլիասը ոչ է ասում եւ ոչ է ասել միշտ, երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հալածանքների, ձերբակալությունների են ենթարկվում, Անտիլիասը այդ քաջությունը ունեցել է եւ ունի ոչ ասելու, նշել է Արամ առաջինը, կոչ անելով հեռու մնալ եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։ Երբ Հայաստանի մեջ անարդարություն կգտնվի, Անտիլիասը գործ կսե։ Երբ Հայաստանի մեջ արժեքները կհամարվին, խորհրդանիշները կանդեսվին, Անտիլիասը ոչ կսե եւ ոչ կսադեմի։ Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հարազատներու ցերպականություններու ենթարկվին, Անտիլիասը այդ քաջությունը ունեցած է եւ ունի ոչ կսելու։ Երբ Հայաստանի մեջ ի վրաս մեր ժողովրդի շահերում եւ համազգային մեր գերագույն իդեալները կանդեսվին, Անտիլիասը ոչ ասած է եւ ոչ մի ասել։
Արամ առաջինը դիմել է Հայաստանի իշխանությանը, հեռու մնալու Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին եւ խնդիրներին միջամտության միջոց դառնալու եւ եկեղեցու ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական եւ հետեւաբար անընդունելի եւ դատապարտելի քայլերից, որոնք նրա խոսքերով կարող են մեր եկեղեցին ազգն ու հայրենիք առաջնորդել ինքնակործանման։ Հետո դիմել է Սուրբ Էջմիածնին, կարելի փութով, համբերությամբ եւ խոհեմությամբ առաջ քառնելու միաբանակյան կյանքից ներս ճեղքերի առաջացնելու եւ դրանց առաջացնելու վտանգների կասությունները եւ համախմբելու վեհափառ հայրապետին, ինչպես նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներին շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացով եւ իրավապաշտ մոտեցումով քննելու արկա խնդիրները համապատասխան որոշումներ գոյացնելու վճռականությամբ, նշել է նա։ Եվ այժմ զրուցելու եմ հասարակական գործիչ Անդրանիկ Աշճյանի հետ։ Ողջույն պարոն Աշճյան, շնորհակալություն միանալու համար։ Բարի գիշեր ձեզ։ Պարոն Աշճյան, եւ այսպես Արամ առաջինի խոսքերը, այսպես ասենք, հայերի բուրըն քննարկումների տեղիք են տվել հայաստանյան հասարակական քաղաքական շրջանակների կողմից։ Կխնդրեմ նախ մեկնաբանել եւ մասնավորապես այն մասով, թե ըստ ձեզ ինչու է օրինակ Արամ առաջինը եւս կիսում եկեղեցու վերնախավի եւ քաղաքական որոշ շրջանակների այն մոտեցումը, թե արճակատումը եկեղեցին քանդելու կամ ինչ-որ նման օրակարգերի շուրջ է, հա, այդ բառերը, այդ որակումները համեցեք։ Դեսեք, նախ առաջին հերթին պետք է ասեմ, որ Արամ առաջին վեհապար հայրապետի խոսքը իր լրիվ կոնտեքստի մեջ չի առնված։ Երբ մամուլը արձագանքեց եւ այդ տեսայրիզը, որ դուք ցուցադրեցիք, Արամ առաջին վեհապար հայրապետի երկար խոսքի ընթացքին էր, ոչ թե բادرակին այդ ալջեշտենք, այլ իր քաղաքալության 30-ամյակի առիթով կատարված Կիպրոսի մեջ միջոցառմանը եւ այնտեղ վեհապար հայրապետը շատ ավելի բաներ ասավ։ Նախ շեշտեց Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության թերը սպյուրքի մեջ եւ Հայաստանի մեջ հայկական արժեքներու, հայկական բանջարդիրության նկատմամբ եւ ասավ շեշտեց, որ Անտիլիասը ուր որ պետք է ասած է այո եւ ուր որ պետք է ասած է ոչ եւ այդ երեք նախատեսությունները կգազմեին մեկ բաժին այդ լման հայդարարության, որը դժբախտաբար առանցնացվեցավ եւ օգտագործվեցավ որպես լոզունգ։ Այսինքն անշուշտ քննադատություն մնա ընդհանրապես լրատվամիջոցներուն, որ չեն անել լրիվ պատկերը եւ կգառնեն միայն հատվածներ եւ դարբեր կոնտեքստով կամ սխալ կոնտեքստով կներկայացնեն։ Արամ առաջին վեհապար հայրապետը առաջին օրվան է, որ այս հագամարտությունը սեմ գամաս խնդիրները ստացած էին Հայաստանի մեջ, ոչ ուղաձեր բոլորին զուս բլալ եւ նաեւ իր վստահություն հայտնաձեր արդարության եւ արդարադատության եւ ադոր կձեն այս քիձեններ սերվոր այսօրվա հայդարարությունը կատարվեցավ Արամ վեհապարի հայրապետին կողմէ, որ գոչկուղի երկու կողմերուն ըլլալ զուս։ Մեկ կողմեն իշխանության կառավարության, որ միջամուխ չլալ գործընթացի որ ներքին եկեղեցական սահմանադրական իրավունքներու մեջն է եւ երկրորդն էլ Սուրբ Էջմիածնին, որ սկսի իր ներքին խնդիրները լուծել եւ այստեղ Մեծիդանը Գիլիգիո կաթողիկոսությունը լավագույն օրինակն է այս հարցերուն։ Գիտեք, մարդկային օրեն ամեն հոգեվորական գրնա սխալիլ կամ գրնա ուխտաթուժ լալ, բայց Մեծիդանը Գիլիգիո կաթողիկոսության որևէ միապանի համար թուք անձնաբես կամ որևէ մեկը Հայաստանի հասարակության մեջ լսած է, որ եղած է որևէ ուխտազանցություն եւ առանց աղմուկի, առանց բացականչելու պետք եղած դնորինումները կատարած է նորին Սուրբ Օզություն դեր Արամ առաջին վեհապար հայրապետը Հայաստանի մեջ այսօր բադահածը դժբախտաբար ճիշտ հակառակն է։ Եթե կան եւ այդ է գարձեմ ես կմեկնաբանեմ վեհապար հայրապետի գոչի մեջ, եթե կան այսպիսի խնդիրներ շուտապույտ կերպով եւ եկեղեցու կանոններուն, միապանական կանոններուն համաձայն ամենայն հայոց կաթողիկոսը իր դնորինումները կատարե, որբեսի առավել խնդիրներ չստեղծվին հավատացյալներու հավաքականության մեջ։ Վերջի Հայաստանի բնակչությունը, հասարակությունը եւ հավատացյալներու հանրությունը գրեթե իրարու մեջ միախառն մեկ բաժին են եւ կրկրեն որոշ ցայդուն հարցեր, որոնք
ավելի արձական կգտնեն մամլո ազատության բادرվագով թեպի դուրս դուք երբեք չեք լսած կամ գենթատրեմ այսպիսի բամը բադայի մեծիդանն գիլիգո գաթողոսության որևէ խնդրին որովհետև արամ առաջին վեապար հերաբելը միշտ դնորինած է նկատի ունենալով լավ համբավը իր միապանության իր գլխավորած միապանության որոնք գուկամ դարձյալ արամ վեապարի խոսքին լծված են ծառայության այսինքն բոլոր եկեղեցականները պետք է մեկ նպատակ ունին այդալ հայ ասկին հայ եկեղեցին ծառայելը եւ այդ ծառայության մեջ պետք չէ որևէ գասկած որևէ շուկ որևէ մութ անգյունը լա որ հավատացյալներուն կրկրե կամ հավատացյալներուն վստահությունը բացեցնե հոգեվորականին հանդեպ դեսնենք ուրեմն ամեն ինչ պետք է տեսնել լման երեսով եւ ոչ թե բաժին առ բաժին կամ այդ ինչ որ որոշ հատվածական մամուլին գրնա կորձին ծառայել եւ ուրիշ բանը մոռնալ որ գրնալալ ամփոփչացնել արամ առաջին վեապարայրաբեդի խոսքը դարվա քաղաքալության ընթացքին արամ առաջին վեապարայրաբեդը երբեք կիսատ խոսքեր չի արդասանած երբեք քաղաքականության մեջ չի ունեցած սուր ջագադումի նպատակ այլ միշտ եղած է այն գամրջող եւ իմաստուն հովվաբեդը որ փորձած է մեղմացնել եւ եզրեր գտնել որբեսի խնդիրներ լուծվին եւ դարձյալ արամ առաջին վեապարայրաբեդի այսօրվա խոսքը ու կա ճիշտ այդ ուղղությունը այդ ուղղությամբ իր պատրաստակամություն հայտնել այդ ինչ որ մի քանի ամիսներ առաջ եւս վեապարայրաբեդը արդահայտած էր որին պատրաստ է մոդենալու երկու գոմերուն եւ այս հագամարտությունը որ գկրկրե հարությունը գկրկրե լրիվ հայասկը լուծումի եզրանքելու Իսկ Պարոն Աշճյան ստեղծված իրավիճակը Սփյուռքում ինչ որ ձևով անդրադառնում է հա ինչպիսի ազդեցություն է ունենում Նայեցեք մենք ալ ցավոք կտեսնենք երկուստեք ծայրահեղությունները որ դեղի կունենան իմ անձնական գարզիկս արդահայտելով գրնային այս բոլորը ավելի մեղմ վիճակով լալ դերմը գրնալալ որ մենք որ Գիբրոսի մեջ օրինակ մեծիդանն գիլիգո գաթողոսության հովանի ներքև գործենք շատ լավ ծանոթ ենք որ մեր հոգևոր գետրոնը Անտիլիասը ինչպիսի ցեվով գործե իր ժողովական հաշվետվությամբ այսինքն փարոյական հաշվետվությամբ դեպի ժողովուրդը նյութական տապանցիկությամբ եւ այնպես էլ գործեն գիլիգո գաթողոսության թեմերը այնպես որ դերմը այնինչ որ գրնալալ թվի ցեզի համար որ չգա մենք որ գաբրինք գիլիգո գաթողոսության թեմերու հովանի ներքև գիտենք որ ամեն 4 տարի դեղի գունենա ասկային ընդհանուր ժողով ամեն տարի դեղի գունենա միապանական ընդհանուր ժողով հստակ կանոնակություն ունի մեծիդանն գիլիգո գաթողոսությունը այդ որ գոյություն ունի էջմիածնի գաթողոսության բարակային որովհետև դարիներով խմպակրվի գսեն եւ դակավին գործեն Բոլոժենիայի ռուսական ցարական մնացորդացի սկզբունքներով այնպես որ մեզի համար օրինակ որ գաբրինք արդասահման գիլիգո գաթողոսության քիչը խորտ կտվի որ եկեղեցական այսպիսի խնդիրներ ավելի թյուրին ավելի ժողովրդավար լուծում չեն գտնել մի օրինակ որ սպիրկի մեջ շատ մտեմեր ունին ժողովրդավարական սկզբունք եւ բոլոր եկեղեցական մարմիններուն մեջ 70% կփականա աշխարհականները եւ 30% հոգեվորականները եւ այդ պիսով ժողովուրդը հավատացյալներն ունին իրենց ցայնը եկեղեցվո մեջ առնված բոլոր որոշումներուն Շնորհակալ եմ պարոն Աշճյան Ես ալ շնորհակալ եմ Զրուցակիցս Կիպրահայ հասարակական գործիչ Անդրանիկ Աշճյանն էր Այժմի համար այսքանն ենք նախատեսել ես Ժիրայր Ոսկանյանն եմ մնացեք առաջինի հետ